Պատերազմը արդեն ես մի անգամ նշել եմ, մեկ անգամ նորից նշում եմ, պատերազմը վաղուց է սկսվել։ Ուղղակի չեն ասում առաջ, ինչի համար չեն ասում գնալ առաջ, քանզի որ աշխարհի վիճակով պատերազմը սկսելը հեշտ է, պատերազմի հետևանքների համար պատասխան տալը դժվար է։ Եթե դուք կարծում եք, որ Ալիևի համար շատ հեշտ է պատերազմ սկսելը, չարաչարը սխալվում եք, ինչի համար։ Մենք գիտենք, որ Ալիևը Ադրբեջանում ընտրված նախագահ չի։ Մենք գիտենք, որ Ալիևը բավականին մեծ գումարներ է հյուրացրել իր ժողովրդին թալանել, մենք դա էլ գիտենք։ Բայց Ալիևը գիտակցում է մի բան, եթե հանկարծ պատերազմ սկսեց եւ չկարողացավ հաղթել, նա կորցնում է իր աթոռը, իր փողերն է կորցնում, իր իշխանություններն է կորցնում, դրա համար նա էլ է վախվորած, որպեսզի հանկարծ պատերազմի տանուկ չտա եւ ամբողջը, չէ, չկորցնի։ Այդ դրա համար էլ Ալիևի այս ձգձգելը Ալիևը տանում է նրան, ձգձգում է լավ տեղյակ լինելու մեր ներքին քաղաքական սոցիալական իրավիճակին։ Ալիևը մի անգամ մատնանշել է իր կառավարության նիստում, որ Հայաստանում շուտով հայ չի մնա եւ մենք առանց կռվի, առանց մեծ կորուստների կարող ենք լուծել Արցախի խնդիրը։ Այ Ալիևը դա է ձգձգում, բայց քանի որ ժամանակներ ի նպաստ այսօր Ադրբեջանն է աշխատում, չի բացառում պատերազմի վերսկսումը, քանի որ վաղը կարող է քաղաքական ուրիշ մի վիճակ հասունանա եւ Ադրբեջանը շանս չունենա պատերազմը սկսելու։ Իսկ այն որ կլինի կայծակնային տարբերակ, եթե պատերազմված մի առասցե սկսվեց, ասում են, որ լինելու է կայծակնային շատ կարճ ժամանակով եւ միանգամից հարցերը կարգավորվելու են, հավատում եք։ Պատերազմը այդպես կլինի։ Այո, պատերազմը երկար ձգձգել չի կարողանա, որովհետև Ադրբեջանին կամ Հայաստանին թույլ չեն տա երկար ձգձգել պատերազմը, քանի որ դա կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել անմիջապես ամեն դեպքում անհանգիստ Կովկասում, դրա համար ես կարծում եմ պատերազմը շատ արագ կավարտվի։ Եթե մենք կարողանանք դիմակայել 20 օր, 1 ամիս ընդամենը, չէ, մենք կարելի համարել, որ մենք պատերազմից հաղթանակով դուրս կգնանք, քանի որ 15-20 օրից 1 ամսից ավել Ադրբեջանին թույլ չեն տա այս վայրերում մարտական գործողություններ ծավալել, որովհետև դա վտանգում է Իրանին, դա Հյուսիսային Կովկասի համար է վտանգավոր, ինչու՞ չէ Թուրքիա, Վրաստանում է վիճակն անհանգիստ, հետո դուք չկարծեք, որ չկարող ժայթքի պայթել մի ամբողջ պատերազմ Կովկասի պատճառով, այդպեսի բան հանկարծ չմտածեք։ Օրինակը քանզի Ուկրաինա, Ռուսաստան հարաբերությունը նույն ժողովուրդը իրար մեջ կիսվել, բաժանվել, իրար հետ կռվում են եւ զոհեր եւ ինչու կավարտվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատմությունը մենք դեռ չգիտենք։ Իսկ Կովկասում մի մոռացեք, որ պատահական ժողովուրդներ հայտնվել հանձինս Ադրբեջանի, որը 20 թվականին իմիջիալից պետություն չի եղել 20 թվականին արհեստականորեն բերել սարքել են, դա արհեստական սեփ է, արհեստական փուշ է Կովկասի մարմնի մեջ, նա պետք է դուրս հանվի այդ մարմնից, եթե ոչ այսօր մի գեղեցիկ այդ փուշը պետք է հանվի ու շփոթվի դուրս։ Դա արհեստական փուշ է, որը ոչ օրգանական մի մարմին է, որը մտել է Կովկասի օրգանական մարմնի մեջ։ Անպայման այդ փուշը պետք է հեռացվի։ Մենք պատերազմ չենք ուզում, նորմալ մարդը պատերազմ իհարկե չի ուզի, որ նորմալ մարդը պատերազմ կուզի, մահ, կռիվ, պատերազմը հենց ինքը դա արդեն պարտություն է, հասկանում եք, դա անգամ հաղթողի համար է պարտություն, զոհեր, վիրավորվածներ, ավերվածություններ, բանակական տրամա, դա պատերազմը դա հենց ինքը պարտություն է, մենք այդպեսի բան ասել իրավունք չունենք, քանզի մենք 15 թվականին չէինք ուզում պատերազմել, չէ, 250 հազար հայ զինվորներ զորակոչվել էին Թուրքիայի կողմից 250 հազար հայ զինվոր զորակոչվել էին առաջի աշխարհամարտի ժամանակ եմ ասում Ռուսաստանի կողմից մոտ 500 հազար մենք զինվոր ունենք եւ կարող ենք կանգնել զորքով չեզոք պահել մեզ այդ մեծ մարտերին չմասնակցեին մենք չմասնակցեցինք արդյունքում միլիոնի հայ չմեռա Մեռա չարչուկում, իսկ 99-90 թվականին մենք կռվում մասնակցեցինք, զոհվեցինք 6-7 հազար հոգի, բայց արդյունքում մեր երկիրը փրկեցինք, կոնդորացի ջարդից, անգամ ազատագրեցինք այն տարածքները, որը ասենք մեր հայերը մեզ է վերապատկվել ժամանակին։ Ով որ չի ուզում պատերազմ, ճիշտ է ան, թող գնա ապրի Հոլանդիայում, այնտեղ պատերազմ չի լինելու, բայց Կովկասում այս ռեգիոնում մենք ուզում ենք ապրել, մենք ամեն վարքան պետք է պատրաստենք պատերազմի, անկան ամուր պետք է բռնենք մենք ավտոմատի պոչը, որ ճրճրա ուրիշ Այդ ժամանակ մենք կարող ենք իրավունքներ այստեղ պաշտպանել, քանզի Կովկասում այս իրողության մեջ մենք չենք կարող առանց զենքի մեր անունը պահել, մեր հայրենիքը հողը պահել, մեր անվտանգությունը ապահովել։ Դրա համար ես կարծում եմ, որ պատերազմը դա խելագարների զբաղմունքն է, բայց առանց պատերազմի հնարավոր չի։ Նորից եմ կրկնում, ինչքան մենք չուզենանք զինվոր, չուզենանք պատերազմ, միևնույն է զինվորին ծափահարում է։ Ես առավել հակված եմ ասելու, որ տեղեկատվությունը պարտադիր երևույթ է, քանզի մատնանշում է
բաց տեղերը մեր, բաց տեղերը, որը անմիջապես պետք է ամրապնդվի, փակվի, որպեսզի հասկանում եք, որպեսզի դիվերսանտ կասեք, հովին կասեք, ադրբեջանցին չկարողանա մեր սահմանը անցնել։ Եթե նա արդեն մեր սահմանը անցնում է դիվերսանտը, ուրեմն մենք մի բան այդպես չենք կարող, հասկանում եք, ուրեմն պետք է ամրացնենք, մենք արտադրիչ պետք է մատնանշենք, իսկ խոճապի մասով մեղավոր են իշխանությունները, որոնք չեն կարողանում ժողովրդի բարոյական վիճակը բարձր դիրքերի վրա պահել։ Բարձր հասկացնել, որ եղբայր այդ դիվերսանտն է, մի բան է պետք է մենք փորձենք անել պատասխան տալ, որպեսզի օրինակ եթե հասկանում եք, թանկից կյանքից թանկը ոչ մի բան չկա։ Մենք 18 տարի երեխա ենք պահում, ուղարկում ենք բանակ, որպեսզի ողջ եւ առողջ հետ ունենանք, այդ երեխային սպանում են, հասկանում եք, ես նորից եմ կրկնում, եթե մենք պարտավոր ենք պատասխան տալ, տեղում պատժել, քանզի նորից եմ կրկնում, եթե Ադրբեջանը ցանկանա պատերազմ սկսել, մեր այսպիսի վիճակը կարգավիճակի պատերազմի պատերազմի չեմ ուզում, ոչինչ չի կարող օգնել, մեզ չի օգնա, միայն պատերազմը սկսելու է, հասկանում եք, ողն ասում եմ, մենք մի քանի օր հետո այ կտեսնեք ինչ են կանելու։ Դե մի քանի օրից երապատիկ անգամ պատասխանել։ Ինչպես եւ անում են։ Դե շատ լավ է, ուրեմն ամեն ինչ կարելի է, որ այսպես պետք է պահվի, եթե ուզում ենք այս ռեգիոնում մենք եթե ուզում ենք այս ռեգիոնում ապրել, ես վստահում եմ, մենք պետք է հայ ժողովուրդը պետք է զենքով մանգա, զենքով քնի, զենքով վեր կենա, հասկանում եք։ Միջև ասենք այդ փուշ, այդ խոցը, որը Կովկասում առաջացել է, որը կոչվում է Ադրբեջան, այդ խոցը մեր մարմնից դուրս բռնի։ Մի գեղեցիկ որ դա էլ կլինի, քանզի որ նորից եմ ասում, արհեստական պետությունները երկար կյանք չեն։